Երբ սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, իշխանական լրատվամիջոցները և բլոգերները սկսեցին գրել, որ նա եկել է փրկելու Հայաստանի կործանվող տնտեսությունը։ Նրանք նկատում էին, որ Կարեն Կարապետյանը արատավորված չէ և երբեք պետության կամ սեփական ժողովրդի հաշվին գումարներ չի աշխատել և կարողություն ստեղծել է արտասահմանյան իր բիզնեսներից։ Փորձենք պարզել, արդյոք նա կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն մտել սեփական ժողովրդի գրպանը։ Տարիներ առաջ HEAD-KM-ը հրապարակել էր մի հոդված, որով ներկայացվում էր Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված բիզնեսները։ Մի շարք ընկերությունների հետ համատեղ գազի սպասարկում իրականացնող AEG Service ՍՊԸ-ն ևս կապվում էր Կարեն Կարապետյանի անվան հետ, որովհետև ընկերության հիմնադիր և բաժնետեր եղել է Կարեն Կարապետյանի եղբայր Վլադիմիր Կարապետյանը։ Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից։ Այժմ AEG Service ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արտուր և Լուսինե Սուրենյանները 16 և 14% բաժնեմասերով։ Վերջիններս Հայրուսգազարդ ՓԲ-ի իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են։ Այս ընկերության ամենամեծ բաժնետերը Արսեն Հարությունյանն է։ Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի Ֆլորենս ռեստորանը կառավարող ընկերության Gold Rest ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Պետք է նկատել, որ Կարեն Կարապետյանին պատկանող այս ընկերությունը հասարակ քաղաքացիների հաշվին ուղղակի միլիարդներ է վաստակել։ Երբ Կարեն Կարապետյանը զբաղեցնում էր Հայրուսգազարդ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, հենց այս ընկերությանն էր տրված գազ սպասարկման մենաշնորհը։ Գազի ամեն բաժանորդ Կարեն Կարապետյանի մերձավորների պատկանող ընկերությանը տարեկան նվազագույնը վճարում էր 2200 դրամ, իսկ առավելագույնը 6300 դրամ։ Միջին գինը կստացվի 4250 դրամ։ Ընկերությունն ունի ավելի քան 630 000 բաժանորդ։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները միջինում վճարում են ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ Գազի խողովակները, որոնք քաղաքացիների բնակարան գազ էին հասցնում, բավական թանկ գներով էին վաճառվում քաղաքացիներին։ Կես դույմ խողովակների 1 մետրը քաղաքացիների վրա վաճառվում էր 3500 դրամ։ Սա այն դեպքում, երբ այդ նույն չափի և որակի խողովակները շուկայում արժեն ոչ ավել, քան 600 դրամ։ Այս բիզնեսը ևս պատկանում է Կարեն Կարապետյանի մերձավորներին։ Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 10 հասցեում գտնվող արտադրամասն է Գազպրոմ Արմենիա ընկերությանը ապահովում անհրաժեշտ խողովակներով։ Սա իհարկե Կարեն Կարապետյանի գործունեության ոչ մեծ դրվագն է, սակայն սա էլ բավական է հասկանալու համար, որ նրա միլիոնավոր դոլարները այնքան էլ իր դրսի բիզնեսների հաշվին չէ, որ կուտակվել է։